Եթե սրանք, Ժորժ ջան, շարունակեն կրկին մնալ իշխանության, ինչա տեղի ունենալու։ Ըստ էության լինելու է հետևյալը, նախ լեգիտիմացվելու է մեր ամբողջ պարտությունները, հետագայում շատ դժվար է լինելու վերականգնվել եւ ամենակարևորը, կանաչ լույս է բացվելու Ադրբեջանի նոր պահանջների համար։ Շատ հստակ սահմանագծման սահմանազատման անվան տակ Հայաստանից իրականացվելու են նոր զիջումներ։ Այս մասին դու գիտեք, հենց նույն այսօրվա իշխանությունները բազմաթիվ անգամ ասել են, Հայաստանի տիրապետության տակ կան ադրբեջանական տարածքներ, որոնք պետք է վերադարձվեն։ Խոսքը նաև անկլավների մասին։ Այս Տիգրանաշանը էլի ուզում են դարձնել Քյարքի։ Այսինքն ակնհայտ է, եթե սրանք մնան, իրականացնելու են նոր զիջումներ ու կանաչ լույս է լինելու իրանց համար։ Փոխելու են սահմանադրությունը։ Հայաստանում ձևավորելու է ադրբեջանական համայնք։ Այս ձեր տարածաշրջանում, այո, եղել են ժամանակներ, որ ադրբեջանցիներ ապրել են, փորձելու են կազմակերպել, դրանց վերադարձնել։ Սա վտանգ է, որը պետք է մենք հասկանանք ինչա տեղի ունենում ու այս քաղաքականությունը Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով իրականացնում է։ Երկրորդ բանը, որ տեղի է ունենալու, երկրում լինելու է տոտալ բռնապետություն։ Այս մարդը, որ անընդհատ ասել է ժողովրդավարություն, ժողովրդավարական արժեքներ, ժողովուրդն է ձևավորում իշխանությունը, ինքը այսօր ժողովրդավարության թշնամին է։ Ինքը գողացել է ժողովրդավարության ամենակարևոր սկզբունքը՝ ընտրելու եւ ընտրվելու իրավունքը։ Այսօր մարդիկ գնում են ընտրում են որևէ համայնքի ղեկավար, այս մարդը կամ սպանում են դրան, կամ ձերբակալում։ Այսօր մարդը ազատ ընտրելու համար պրոբլեմ ունի, որտեղ մի լայքի իր տեսակետի համար աշխատանքից հեռացվում է։ Եվ ժողովրդավարության համար 3 կարևոր հիմք ունի, դա խոսքի ազատությունն է, մարդու աշխատանքի իրավունքն է եւ սեփականության իրավունքն։ Այսօր բանտերում ունենք եպիսկոպոսներից սկսած մինչև բլոգերներ, լրագրողներ, ովքեր իրենց խոսքի համար գտնում են բանտում։ Այսօր աշխատանքից մարդիկ հեռացվում են զուտ քաղաքացիական տեսակետ ունենալու համար։ Այսօր մարդկանց սեփականությունը խլում են իրենց քաղաքական հայացքների համար։ Հետեւաբար, եթե էսի մնա, երկրում լինելու է տոտալ բռնապետություն ու ինքը ժողովրդավարության հետ կապ չունի, նորից եմ ասում, ժողովրդավարության թշնամին է։ Եվ երրորդը մենք ըստ էության ունենալու ենք ինքնիշխանության կորուստ եւ Հայաստանը լինելու է թուրք-ադրբեջանական տանդեմի վասալ մի պետություն։ Այս եւս ակնհայտ։ Ժողովուրդ, այս բաները, որ ասում ենք, ցավոտ է հնչում, գուցե շատերին թվում է, թե մեծ չափազանցություն է, այս ինչ եք ասում, բան։ Այս նույն բաները մենք 5-6 տարի առաջ ասում էինք, շատերը չէին հավատում։ Երբ որ 21 թվականին ասում ենք, եթե էսի մնաց Արցախը հայաթափվելու է, նույնիսկ պատերազմից հետո շատերը չէին հավատում, ասում են չափազանցում եք, որ ասում ենք Արցախով չի բավարարվելու, Հայաստանից է տարածքներ ուզելու, մարդիկ ասում են դե ինչ եղել է։ Հետեւաբար այս ինչ որ ասում ենք, չափազանցություն չի։ Եթե այս իշխանությունը կարողանա վերարտադրվի, դժբախտաբար այս իրականություն է դառնալու, այս պետք է հասկանանք, ընդունենք ու առաջնորդենք այս տրամաբանությամբ։